Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանում գտնվելու ընթացքում երգիչ Անդրեն մասնակցում էր Հայ Սուպերսթար նախագծին ժյուրիի կարգավիճակում։ Այս ընթացքում նրա մասնակցությամբ կադրերը մեկ անգամ չէ, որ դարձել են հանրային քննարկման առարկա, ի դեպ լավ իմաստով։ Եվ ահա նախագծի ավարտից հետո Անդրեն խոսել է իր տպավորությունների մասին ու ընդգծել. Սպասումներս ոչ թե արդարացան, այլ գերազանցեցին, քանի որ կարող են գալ լսումների փուլում տաղանդավոր մասնակիցներ և ուղղակի տապալեն քեզ, հուզվես, ինչպես որ եղավ ինձ հետ Արցախի հորովելի ժամանակ։ Երգիչ Անդրեի շուրջ ստեղծված իրավիճակը այս պահին համացանցի թիվ 1 քննարկման առարկան է դարձել, ու այս քննարկումների ֆոնին տարածվում է մի հարցազրույց, որը երգիչը տվել է դեռ տարիներ առաջ։ Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Իմ փոխարեն շատ բաներ են որոշում, արդեն սովոր եմ այդ ամեն ինչին ու վաղուց կարելի է ասել արդեն 20 տարուց ավել։ Եթե այդպես են որոշել, որ ես ամուսնացել եմ ու այդպես են մտածում, թող այդպես լինի։ Ես որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ այդ ամենի շուրջ, որովհետև կարծում եմ, այդ հարցերի պատասխանը տրվեց քեզ տերեմ տեսահոլովակում։ Բայց դրանից հետո էլ շարունակվեցին շնորհավորանքներ, երևի միշտ էլ հետաքրքիր է մարդու անձնականը, բայց ես կցանկանայի, որ իմ արվեստը ավելի շատ հետաքրքրեր մարդկանց։ Ուրախ եմ, որ իմ արվեստը իսկապես հետաքրքիր է այն հանդիսատեսին, որը 20 տարի շարունակ իմ կողքին է։ Նրանք, ովքեր ինձ այս տարիների ընթացքում հասցրել են ճանաչել, վստահ եմ գիտեն, որ ես երբևիցե իմ անձնական կյանքն ու հարաբերությունները չեմ սիրելի ցույց դնել հանրությանը։ Բոլորին հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան հենց տեսահոլովակում է, ընդամենը պետք է այն սկզբից մինչև վերջ դիտել, բայց ցավոք այսօր մարդիկ միայն լուսանկարներով են կարծիք կազմում կամ միայն նյութերի վերնագրեր ընթերցելով, չկարդալով ամբողջական նյութն ու չդիտելով տեսանյութը։ Դա նույնն է, ինչ 2 ժամ տևողությամբ հրաշալի ֆիլմը դիտելու փոխարեն միայն մի քանի վայրկյան տևող թիզերը նայեց։ Շատերի կյանքում եղել է նման պատմություն, ես չեմ ցանկանում շատ բաներ բացահայտել, որովհետև պարզապես չեմ ցանկանում, չեմ ուզում անդրադառնալ այն ամենին, ինչ եղել է իմ անցյալում, որովհետև այն, ինչ կա իմ ներկայում, ավելի լուսավոր է, ավելի ուրախ ու սիրով լի։ Կան տեսահոլովակներ, որոնք ներկայացնում են իմ կյանքը, որոնց սցենարը հնարված չէ, բայց չեմ ասի, որոնք են դրանք։ Երբ հանրային մարդ ես, ուզած թե չուզած, անձնական կյանքդ հետաքրքիր է բոլորին, ինչու տրամաբանական ավարտ չունեցան, պատճառները շատ էին։ Հիասթափություններ, միմյանց չհասկանալ, դավաճանություններ։ Գիտես, ես առհասարակ ընկերություն անելուց երբեք եւ երբևիցե չեմ մտածել, որ դա պարտադիր պետք է տրամաբանական շարունակություն ունենա վերածվի ամուսնության։ Ամուսնությունը շատ լուրջ որոշում է։ Կարծում եմ, դա ավելի շատ որոշում է, քան զգացմունք։ Երևի միշտ երկկողմանի պատրաստ չեն եղել այդ ամենին։ Այո, իմ սիրտն էլ են շատ կոտրել, բայց ավելի ճիշտ կլինի ասել այն ոչ թե կոտրված է եղել, այլ հիասթափված։ Եղել է շրջան, որ դադարել էի հավատալ անկեղծ սիրուն, թեև շատ գեղեցիկ երգեր էի երգում սիրո մասին, բայց ինքս չէի հավատում սիրուն։ Բայց իհարկե, եթե մի բան մեկ անգամ չի ստացվում, չի նշանակում, որ պետք է դադարել հավատալ։ Այսօր կարծես թե հատկապես անձնական կյանքում բոլորն ավելի էգոիստ են դարձել, ավելի շատ իրենք իրենց մասին են մտածում։ Ես կարծում եմ, եթե անձնական կյանքի մասին է խոսքը 1+1 հավասար է ոչ թե 2-ի, այլ 1+1 հավասար է 1-ի, որովհետև 2 հոգի պետք է 1 դառնան, մի ամբողջություն, ոչ թե ամեն մեկը փորձի իր սկզբունքները առաջ տանել։ Զիջումներն այսօր մոռացվել են։ Հիասթափություններ շատ են եղել, բայց երբևիցե չեմ չարացել։ Չեմ հիշում նման դեպք, որ ես իմ չստացված անձնական պատմության ավարտին տրագեդիա սարքեի մեկի համար։ Բայց եղել է դրա հակառակը, երբ նա ով տվյալ շրջանում կողքիս է եղել, փորձել է կյանքս թունավորել։ Ժամանակի հարցեր ես անգամ պատասխան չէի տալիս եւ այդ ամեն ինչն անցնում ու մոռացվում էր ուղակի։ Առհասարակ, եթե ես մի բանից հիասթափվում եմ, եթե մի բան կոտրվում է իմ կյանքում, ուրեմն վերջացած է ամեն բան։ Սերը նման է շատ փխրուն մի երևույթի, որը երբ ճաք է տալիս ու փորձում ես վերանորոգել, միևնույնն է, այդ ճաքը միշտ մնում է։ Ըստ իս հենց սկզբից երկու կողմն էլ պետք է ջրեն այդ զգացմունքը, պետք է ջանք թափվի։ Չգիտեմ, երևի շատ եմ արդեն փիլիսոփայում, բայց երբ 16 տարեկանում սիրահարված էի, ես պատրաստ էի ամուսնության։ Ուղղակի տարիքից ելնելով շատ խոչընդոտներ եղան, բայց կյանքում ունեցել եմ նման սեր, որը բոլոր սերերից ամենամեծն է եղել։ Սղճում եմ միայն նրա համար, որ ես այսօր կարող էի ունենալ 21 տարեկան որդի։
Բայց փաստը մնում է փաստ, որ ես կորցրի նրան։ Միայն դա է, որ ինքս ինձ չեմ ներում, այդ կորուստը ինձ համար ծանր է մինչև այսօր։ Չեմ ուզում ծավալվել ու այդ ամեն ինչը վերհիշել։ 1998 թվականներ, ինձ ցավ է պատճառում այդ հիշողությունը, ինձ ցավ է պատճառում, որ նա այսօր չկա։ Ուղղակի չեմ ուզում շարունակել այս թեմայով խոսել, բայց այն միտքը, որ նա կարող էր լինել իմ կյանքում, բայց չկա, իհարկե սխճում եմ շատ։ Այն ժամանակ երկուսս էլ ունեինք մեր կյանքը, մեր նպատակները։ Չեմ ուզում ասել, որ ամեն ինչ փուչ էր, բայց ամեն դեպքում ես իմ ներսում այդ պակասը զգում եմ, նշել էր Անդրեն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Օհանյանը գրել էր. Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելիներ թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը եւ փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա եւ կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի, կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման, աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս եւ ոչ թե խավար, նշել էր նա։ Once you close up this door, just stay back. I'm going to give you some information until then, please.